Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպում է ուսանողներին ու հայտարարում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների։ Աննա Վարդապետյանը չի ասում, թե ում է ուղղված իր այդ քաղաքական ճառը։ Չի հստակեցնում, թե այդ մեր դեմ ասելով ում նկատի ունի։ ՔՊ-ին։ Ժորժան, ձեզանից քանիսն են 17 տարեկանում աշխատել որպես պաշտոնյա, ասենք եղել թաղապետի օգնական։ Այդ տարիքում երիտասարդները սովորաբար աշխատում են մատուցող, առաքիչ, բանվոր, որ ձեռքի ծախս ունենան։ Մեր Աննան 17 տարեկանում աշխատել է ՀՀԿ-ական թաղապետի օգնական, համաձայն բազմաթիվ հրապարակումների ու այն ժամանակ, երբ իր հայրը նույն թաղապետանում բաժնի պետ էր։ Հորդեմ հետո քրգործ է հարուցվում, երբ Աննա Վարդապետյանը Նիկոլ Վարչապետի օգնական էր, այդ ժամանակ կարճվում է։ Ուրիշ բան հարցնեմ։ Դատախազի աշխատանքներում կոռուպցիա կա թե չկա։ Դատախազությունը պարբերաբար հայտարարություն է տարածում, թե կես հեկտար, մի հեկտար հող են հետ բերել ու հանձնել պետությանը։ Սրա նրա նկատմամբ քրգործ են հարուցել, հողը այսպես ասած վերադարձրել են պետությանը։ Բայց կես հեկտար տարածք վաճառելու համար քրգործ կա հարուցված։ 12000 քառակուսի կիլոմետր հանձնելու քրգործը ուր է։ Կոռուպցիա չկա այստեղ։ Բայց գնացել Պրահայում նստել փակ սենյակներում խոսել են, վերջում ընդունել ու համաձայնվել է, որ հայկական Արցախը, որի միջայլոց Հայաստանի պաշտպանության երաշխիքի տակ էր ու որի ներկայացուցիչը մինչ օրս Նիկոլն է, գնացել նստել միանձնյա համաձայնել է, որ այն այլևս ադրբեջանական է։ Բա մի հատ է չեք ուզում պարզեք, այդ ոնց եղավ։ Հազարամյակով հայկական է եղել, մեկը եկավ, գնաց Ալիևին համաձայնեց, որ նրանն է։ Բա մի հատ չիմանանք այդ ինչ գործարք էր, դեմը ինչ էր ստանում։